Պարոն Սարգսյան, դուք մեղադրյալ Նարեկ Սարգսյանի հայրն եք, ես ուզում եմ հասկանալ հիմա ինչ պահանջով եք եկել կառավարություն, որն է ձեր պահանջը։ Մեր պահանջը կառավարության դիմաց են պահանջն է, որ ես խնդրում եմ մեր կառավարությունից ինչ որ ներկայացուցիչնի, մեր դիմումը վերցնի, ու վсё, մեր պահանջն է ընդհանուր։ Դիմումը ինչ բովանդակություն։ Որ մեր դիմման բովանդակությունը, որ մենք արդար պահանջում ենք արդար քննություն։ Իմ տղան ապօրինի կարգով 3 տարի գտնվում է անազատության մեջ։ Ես հիմի ասենք ու պլյուս դրան ամսի 8-ի դատավարության հերթական նիստներ ինչ որ մեկը նստած տեղից վեր կացավ, ասաց այդ սպանությունը կատարել եմ ես ու դատավորի դրան մոտից, որտեղ որ դատավորն է մուտք ու ելք անում, այդից ինքը դուրս եկավ ու գնաց։ Ես պահանջում եմ, որ թողա օրենքով, օրենքի կետով, օրենքի տառով, օրենքի սահմանով, ասենք պատասխանատվություն կրի, ասենք դա ինչից վերցրեց ու հելավ այդ արտահայտությունը, այդ հայտարարությունը արեց։ Այդքանն է։ Դուք ճանաչում եք այդ մարդուն։ Այո, ոչ չեմ ճանաչում, ինքը մեր համագյուղացին է ու դրա հետ միասին մեզ կնոջս քրոջ տղան է։ Իսկ խոսակցություն ունեցել եք նրա հետ ինչ դատական նիստից հետո ինչու է նման հայտարարություն արել։ Ես իրան չեմ տեսել, որտես խոսակցություն ունեմ։ Այսինքն դատարանից դուրս է եկել ու ուղղակի անհետացել։ Մենք դատարանի են կարգադրիչներին ասենք ուր էինք, ասում մենք իրան հանեցինք, են հետևի դռնով ճանապարհեցին գնաց։ Այսինքն նման հայտարարություն անելուց հետո չեն էլ փորձել գոնե հասկանալ ինչու է նման հայտարարություն անում, ուղղակի ազատ են։ Այո։ Այսինքն կարծում եք, որ հավուր պատշաճի գործը չի քննվում 3 տարի շարունակ, հա։ Այո։ Ու մեր պահանջն է ընդհանուր է, որ կառավարությունից մարտիշտի մեծ ասենք դիմումը ընդունի, վсё է մեր պահանջը։ Փորձել եք այլ կառույցների դատախազություն դիմել կամ ներքին գործերի նախարարություն։ Հարգելի ուրեմն մենք 3 տարի անմեջ այդ գործերի մեջ ենք։ Պատասխան են տալիս։ Ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա։ Ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա։ Ձեր կարծիքով ինչու։ Իմ կարծիքով նրանում, որ տուժողի հայրը երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոն է վարել ու իր կապերը ինձ թվում է բարձր է, դա ամբողջը ուզում են բարթեն։ Հենց սկզբանե իմ տղան նրանց համար եղել է անցանկալի փեսա։ Անցանկալի փեսա է։ Աղջիկը իմ տղայի հետ ոչ թե փախցրել են, գնացել են հանգստանալու, ինքը ռոզիսկ էր տվեց դեմից, իմ տղային հետ այդ ժամանակ կալանավորեցին, աղջիկը եկավ կենտրոն բաժանմունքում, կանգնեց, ասեց, որ իմ հայրը բռնապետ է, իմ մայրն էլ հիստերիկ է։ Այդ դիմումների մեջ այդ ամբողջը կա, աղջիկա տված բացատրությունը, որ այն ժամանակ, ասենք 18 թվին, 17 թվին, այդ դիմումների մեջ ամբողջը կա։ Հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել երկար տարիներ, կապերը միգուցե այն հնուց միջև մի կան, օգտագործում են։ Ու դրա համար էլ ինձ թվում է, որ արդար քննություն չի գնում։ Իսկ այն մարդը, ով հայտարարել է դատարանում, որ ինքն է սպանել, ըստ ձեր գնահատմամբ ինչ որ պատճառ ուներ սպանելու։ Չեմ հասկացել։ Մինչև հիմա ես շոկի մեջ եմ, չեմ հասկանում, թե ինչից թե իր խիղճը նոր արտնացավ այդ բառը, այդ 3 տարվա մեջ լավ ասեց, թե չեմ հասկանում, թող դրա համար ասում ենք օրենքը թող բռնի, պատասխանատվության ենթարկի, ճշմարտությունը բացահայտվի։ Իսկ միջնորդություն ներկայացրել եք այդ մարդուն բերման ենթարկելու։ Այո, ու արձագանք չկա։ Այս նույն օրը ամսի 8-ի ժամանակ մենք կենտրոն Երևան քաղաքի վերական վարչությունում մենք միջնորդությունը ներկայացրել։ Այսինքն կարծում եք դա էլ է կապված ձեր նախկին հարսի, այսպես հոր կապերի հետ։ Այո, չեմ բացառում։ Եվ հիմա ինչ ակնկալիք ունեք հաշվի առնելով այս ամբողջ մտերիմ ծանոթ բարեկամ կապերը։ Ակնկալիքս գիտես ինչ, ես ինչ որտեղ հույսս չեմ կորցրել, վերջը պետք է արդարությունը ինչ որտեղ մի քիչ լուսավորի թե չէ։ Այդքան է։